Գուրգեն Թորոսյան, ես փաստաբան եմ, մի քանի տարի այն զբաղվում եմ դատավարական այնպիսի գործընթացներով, որտեղ որ կա հանրային մասնակցություն, այսինքն հասկացում թե լավ ասես լավ չի, իմ որակումներով իհարկե ձերծ կմնամ, բերի գործերի մասին խոսելուց կոնկրետ անուններ հիշատակելուց, բայց այն գործերով, որոնք որ մասնակցություն ունեցել են, մեծամասամբ դրանք սլափ են եղել։ Այն հարցը, թե արդյոք սլափը ունի սահմանում, թե չունի սահմանում, սլափը հստակ ունի սահմանում, եւ դա ոչ թե տրամաբանության վրա հիմնված կամ ենթադրյալ որոշակի փաստերի գնահատում է, թե սա սլափ է, թե սլափ չէ։ 2024 թվականից դեռևս 2024 թվականի ապրիլի 11-ին Եվրախորհրդարանը ընդունեց հայտնի 1069 բանաձևը, որով կարծես պարտավորեցրեց Եվրամիության բոլոր երկրներին, որպեսզի իրենց երկրի օրենսդրությունը համապատասխանեցնեն այն ընթացակարգերին, որը նախատեսել է դրահանգով։ Այնտեղ սահմանեց հստակ հասկացությունը ինչ է սլափը, ինչպես պիտի անջատենք սլափը մնացած բոլոր գործընթացներից եւ ինչ միջոցներ պիտի ձեռնարկենք, որպեսզի բոլոր երկրները Եվրամիության իրենց ներքին օրենսդրությամբ նախատեսեն կամ անտիսլափ դատավարական գործընթացներ, կամ տվյալ դեպքում իրենց օրենսդրության մեջ կատարեն փոփոխություններ, որպեսզի կամ նոր օրենքով կամ օրենսդրի օրենսդրական փոփոխությամբ արդեն իրենց դատավարական ընթացակարգին համապատասխան։ Հենց 2024-ից էլ երևի թե սկսեց այս ամբողջ զարգացումներն ու քննարկումները, որը նաև տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն եւ 24 թվականից սկսված էր Հայաստանում կարծես այսպիսի սեմինարներ, դասընթացներ, կոնֆերանսներ շատ եղան եւ դա բերեց նրան, որ 2025 թվականին քննարկման արդյունքում հասարակական տարբեր կառույցների կողմից համառում, բայց իրապես կարծես թե պատվիրատու որպես իրավունքի տուն հասարակական կազմակերպության կողմից կազմվեց օրենսդրական նախաձեռնության նախագիծ, այսպես ասած, որը շրջանառվեց տարբեր հասարակական հարթակներում Հայաստանի Հանրապետության Հայաստանում արկա որոշակի օրենսդրական գործընթացներ նախաձեռնելու համար։ Դա անտիսլափ դատավարական օրենքի ընդունման անհրաժեշտությունն էր, սակայն ոչ թե նոր օրենքի ընդունման կամ նոր դատավարական որոշակի ընթացակարգեր սահմանելու հետ կապված, այլ բացառապես մեր գործող իրավակարգին համապատասխան մեր դատավարական ընթացակարգերի մեջ ներառելու։ Դա քիչ առաջ Արտադրության նախարարության ներկայացուցիչի կողմից կարծես թե հիշատակված արկածված դատականության կարգի կիրառման հետ կապված հանգամանքներ։ Այս հարցը մենք քննարկել ենք դեռևս 2026 թվականի փետրվար ամսին, երբ որ Հանրային խորհրդի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Արտադրության նախարարի հետ, այդ հարցը քննարկվել է եւ մեր կողմից այս առաջարկը ներկայացվել է նախարարին։ Նախարարը հայտնել էր, որ ներկայումս ծրագիր է իրականացվում, այն ծրագիրը, որի մասին նաև հիշատակեց Եվրամիության հետ կապված, այդ ծրագրի շրջանակներում այո, այս հարցը քննարկվում է, միգուցե եւ այդ առաջարկությունները իրանք տեղ կգտնեն մեր օրենսդրական ընդհանուր կառուցակարգերում։ Իսկ թե որակումը թե ինչպես պիտի գտնենք, թե դա սլափ է, թե սլափ չէ, բնականաբար ամեն մի վիրավորանք ու զրպարտանք դա սլափ չէ։ Դա միանշանակ է եւ եթե մենք այդպես տանենք, պիտի մեր բոլոր դատական հայցերը, որոնք 2010 թվականից սկսված, երբ որ ապակրականացում եղավ վիրավորանքի ու զրպարտանքի, պիտի որակենք որպես զրպարտանք։ Ըստ էության մենք որպեսզի տարանջատենք սլափը այլ դատավարական գործընթացներից, մասնավորապես վիրավորանքի ու զրպարտանքի հետ կապված հարցերից, առաջին հերթին պիտի տեսնենք սուբյեկտը կատարող ով է եւ ինչ թեմայի շուրջ է կատարվել այդ քննարկումը։ Այսինքն ոչ թե ցանկացած վիրավորանք կամ զրպարտանք է ենթադրում սլափի ընթացակարգի մեջ ներառումը, որ համարում ենք ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության, այլ դրանք այն հայցերն են, որտեղ որ, ինչպես գոլեգաս նշեց, հիմնական նպատակը լրացնելն է, այսինքն անց, ով որ բարձրաձայնում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ, իսկ այդ շարքը հանրային հետաքրքրություն ներկայացնող մենք ներառել ենք նաև մեր այդ ենթադրյալ ասածա նախագծի մեջ, դա նաև հայտնի 1069 հրահանգն է նախատեսել, դրանք իրենց բնույթով բնության պահպանության ուղղված են, արտահայտության ուղղված գործընթացներ են, սեռական ոտեցկությունների դեմ ուղղված բարձրաձայնումներ են, որոնք հանրությանը հետաքրքրում են եւ դա բարձրաձայնողը չի հետապնդում իր անձնական շահը, դա հանրային շահ է եւ անձնական որոշակի կարիքներով չի պայմանավորված։ Դրանով կարծես թե այո, մեր օրենսդրությամբ չունենք անտիսլափ դատավարական գործընթացներ, դեպի միշտ են կարծիքին եմ եղել, որ մեզ մոտ օրենսդրական այս բազան, որը ունենք ակնհայտ անհիմն հայցերից ընթացակարգը, դա կարող ենք կիրառել հենց անտիսլափ դատավարական գործընթացների մեջ, հենց դրա էլ տրամաբանության վրա էլ հիմնված են մեր առաջարկները, որոնք որ մենք կատարել ենք տարբեր գերատեսչական մարմիններին, այդ թվում նաև Արտադրության նախարարությանը։
Իսկ այս գործընթացներում իմ գոլեգան նաև խոսեց, որ 9 դատական գործընթաց ունեն նախաձեռնած եւ իրենք կարծել են, որ դա ըստ էությամբ ոչ թե սլափյան դատավարական գործընթացներ են, այլ հենց վիրավորանք եւ զրպարտանք։ Ես չգիտեմ, ես մեծամասամբ ես եմ այդ գործերով եղել պատասխանող ներկայացուցիչ, կարծում եմ 7 գործով ես եմ մասնակցել, դրանից երկուսի մասին է խոսքը, որը որ դատանը գտել է, որ պետք է հերկվի, այդ երկու գործը ներկայումս եվրոպական դատանի կողմից կոմունիկացված են, այսինքն մեկը կոմունիկացված է, մեկը դեռևս ընթացիկ փուլում է, այսինքն մնացածները դրանք, որոնք մերժվել են, դատանը գտել է, որ չկա այստեղ վիրավորանք կամ զրպարտանք, այնպես չի որ միանշանակ գտել են, որ դա կեղծ է կամ սուտ է։ Այսինքն այստեղ այդ դատական գործընթացները, որոնք որ եղել են մերժման պարագայում, մենք կարող ենք համարել, որ չհիմնավորված են եղել, այսինքն հայցերը եղել են ոչ թե իրական պատվի արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության, հենց կոնկրետ լրացնելու։ Ինչի համար եմ խոսում լրացնելու, որովհետև այն անձիկ, ովքեր որ ում դեմ ներկայացում է հայցերը, դրանք այն անձինք են, ովքեր միշտ պայքարել են հիմնականում հենց կոնկրետ քանի որ Լիդիա Նարմինյանի ընկերության ներկայացուցիչներ խոսում դրա մասին, Լիդիա Նարմինյանի գործունեության դեմ։ Այո, պայքարել են եւ իրենք գտել են, որ այդ կազմակերպության գործունեությունը բնության հետ կապված որոշակի խնդիրի կարող են առաջ քաշել։ Դրանք բնության պահպանության ուղղված գործընթացներ են եղել, որոնք ամենևին ուղղված չեն եղել իրենց անձնական որոշակի իրավունքներին, այլ բնության պահպանությանն են ուղղված եղել։ Եվ հենց այս տիրույթում անձանց դեմ հայցի հարուցումը, որովհետեւ անմիջապես իրանք են զբաղվում 3 հենց հիմնական 3 կամ 4 անձիկ, ովքեր հենց այդ պահից սկսված իրանց դեմ ներկայացված հայցերը կարծես թե մի քանիսն են եղել, օրինակ լրագրող բնապահպան Թեմինե Երոքյանի դեմ ներկայացված պահանջներից ներկայումս դեռ գործ քննվում է դրա մասին չեմ ուզում խոսել, ընթացիկ եւս մեկ դատական գործընթաց կա, բայց եւս մեկ գործընթաց, որը եվրոպական դատանում է, կամ բնապահպան Լևոն Գալստյանի դեմ ներկայացված պահանջը, որը տևեց 6 տարի դատական գործընթացը, հայցը մերժվեց ամբողջությամբ, բան չունեմ ասելու, մինչև Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ դատարան գնաց, թողնվեց անփոփոխ եւ հայցը մերժվեց, դա կլասիկ ինձ համար դատավարական, սլափ դատավարական գործընթաց էր, որովհետեւ հիմք չուներ փաստական կազմ։ Խնդիրը բացառապես անձանց լրացնելն էր, հայցի ապահովման միջոցի կիրառումն էր, որովհետեւ կարծես թե միայն նախանցյալ տարի օրենսդրական փոփոխության արդյունքում ավելացավ զրպարտանքի վիրավորանքի արժեքները, միջად 2 միլիոն 1 միլիոններ, ներկայումս 6 միլիոն եւ 3 միլիոն, եւ որպես կանոն հենց այն կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն լրացնելու, ներկայացնում են առավելագույն չափով գումարի բռնակազմման պահանջներ, 9 միլիոն, 6 միլիոն եւ այլն, 9 միլիոն, 3 միլիոնը վիրավորանք, 6 միլիոն զրպարտանք եւ միջնորդում, որպեսզի որպես հայցի ապահովման միջոց արգելանք կիրառվի այդ անձի դրամական միջոցների վրա գույքի վրա։